Բարև Օլիմպոսն է եթերում։ Շնորհակալ ենք, որ հետևում եք մեզ YouTube-ում եւ բաժանորդագրվել եք սոցկայքերում։ Այսօր խոսելու ենք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից եւ մեր հյուրն է ֆուտբոլային մեկնաբան եւ լրագրող Արման Աբելյանը։ Ողջույն Արման։ Բարև ձեզ։ Արման, քեզ հետ մեկ շաբաթ առաջ մեկնել էինք Կոսովո եւ Մոնտենեգրո, որտեղ մեր ազգային ընտրանում գերական հանդիպումներին հետևելու հնարավորություն ունեինք։ Ինչ տպավորություններով ես վերադարձել եւ ինչ կասես այդ երկու հանդիպումներից։ Հակասական տպավորություններով Կոսովոյի դեմ խաղը շատ վատ դասավորվեց մեզ համար, մանավանդ վերջնամասը եւ հավաքականը պարտվեց, ավելին էինք սպասում այդ խաղից, հաշվի առնելով, որ մինչեւ այդ Վրաստանի դեմ հանդիպումներն էին կայացել ու կարծես արձագանք էինք ուզում տեսնել հավաքականից։ Ամեն դեպքում ավելի լավ դասավորվեց Չեռնոգորիայի դեմ խաղը, ոչ ոքի, ինձ թվում է շատ մոտ էինք հաղթանակի, ավելի արժանի էինք հաղթանակի այդ խաղում։ Իհարկե Չեռնոգորիան կարգով զիջում է Կոսովոյին որպես հավաքական ու նաև իր հիմնական կազմով չէր, չնայած մենք էլ կորուստներ ունեինք ու նաև դա մրցաշրջանի վերջին խաղն էր բոլոր ֆուտբոլիստների համար, բոլորը դրանից հետո գնացին արձակուրդ եւ խաղն էլ կարծես արձակուրդային լիներ, այդքան էլ դիտարժան չէր մանավանդ առաջին կեսը, բայց խաղային տեսանկյունից Վանցխիպի օրոք ամենալավ խաղն էր, իհարկե համատության մեջ հաշվի առնելով որքան վատ խաղեր էին, այս մեկը մի քիչ գոնե դրական առանձնացավ։ Դու նշեցիր Վրաստանի հանդիպումը, ես հիշում եմ Վրաստանից գրած խոշոր հաշվով պարտություններից հետո ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ նաեւ Վանցխիպը հայտարարությամբ հանդես եկան եւ խոստացան, որ մենք հունիսին ականատես ենք լինելու բոլորովին այլ հավաքականի։ Կար այդ հավաքականը ըստ քեզ։ Ոչ, չկար։ Դա այդ հայտարարությունը հապճեպ կատարվեց էմոցիոնալ ալիքի ներքո խաղից անմիջապես հետո, չգիտեմ ինչպես է հնարավոր կառուցողական ինչ-որ քննարկում ունենալ թիմի ներսում, նաև հավաքականի ավակն էր այդ հայտարարությանը մասնակցել, խաղից առաջ էր Կոսովոյի դեմ խաղից առաջ էր ֆուտբոլիստներից մեկն ասաց, որ նման բան այլևս չի կարող կրկնվել, բայց խաղը ցույց տվեց, որ կարող է կրկնվել եւ իհարկե մի փոքր այլ էին պատճառները ինձ թվում է Վրաստանի դեմ հանդիպումներում օրինակ Սկզբում ամեն ինչ վճռվեց, առաջին խաղակեսերում հիմնականում, օրինակ Վրաստանից 35-րդ րոպեի դրությամբ 5 գոլ էինք բաց թողել, Կոսովոյի դեմ արդեն վերջնամասը ձախողվեց, երբ թիմը հոգնած էր ու նաև մարզիչը անհաջող փոփոխություններ կատարեց, այդ առումով տարբերվում էր, բայց բուն խաղի բնույթը նույնն էր։ Իսկ դու ընդհանուր որևէ դրական բան նկատեցիր, քեզ համար կար ինչ-որ մի բան, որ կարծում ես առաջընթաց են գրանցել Վրաստանի խաղի համեմատ, թեկուզ օրինակ Կոսովոյի դեմ խաղում։ Դժվար է ասել է առաջընթաց, բայց մարզչի փոփոխությունները նկատվում են, այսինքն հստակ սխեմա կա, հստակ ֆուտբոլիստների դիրքավորում կա, չես կարող ասել, թե նա աշխատանք չի կատարում, տակտիկական մի շարք նորություններ կան։ Նույն 4 պաշտպանով խաղը, Սպերցյանի դիրքի որոշակի փոփոխություն եւ այլն, բայց հարցն այն է, թե դա ինչպես է աշխատում, որքանով է դա թիմը բերում խաղադաշտ։ Դա արդեն անչափ հատվածաբար է ստացվում։ Շատ են սխալները փոխանցումների ժամանակ, անարտական սխալները, պաշտպանության ժամանակ բաց թողումները, իսկ դրական ես կնշեմ անհատ ֆուտբոլիստներից մի քանիսի խաղը, նույն Էդուարդ Սպերցյանի խաղը երևի ամենաշատը առանձնացավ, Արթուր Սերոփյանի առաջին խաղում Հերի Ավագյանի դարպասապահի, որը հավաքականի դարպասը պաշտպանում էր 7 տարվա ընդմիջումից հետո, նույն Դանիել Աղբալյանի նորամուտը Չեռնոգորիայի դեմ լավ ստացվեց, ինձ թվում է հաշվի առնելով, որ ընկերական խաղ է, անհատների գործոնը պետք է այստեղ առանձնացնել։ Բայց ամեն դեպքում, չգիտեմ, ինձ մոտ տպավորություն էր, որ մերոնք էլի չեն հասկանում ինչ են անում։ Միգուցե իսկապես մարզիչը լավ աշխատանքներ տանում է, ֆուտբոլիստներն ունեն անհատական լավ վարպետություն, բայց թիմային, այսպես մտածողություն, թիմային ոգի, ես, չգիտեմ, դուք տեղում եք եղել ավելի լավ կիմանաք, բայց ես հեռուստաէկրանից այս կողմ չէի զգում։ Եթե անգերց չկար նաև մյուս կողմ, չէ՞ Արման, մենք հետևում էինք կողքից ուսումնասիրում էինք, տեսնում ենք թե ինչպես են շփվում, ինչ են անում, եւ այդպես կարծես թե առանձին փոքրիկ խմբավորումներ կային, ամեն մեկը շփվում էր ինչ-որ կոնկրետ իր ընկերների, Ռուսաստանից եկած ֆուտբոլիստներ իրար հետ էին խոսում, հնաբնակներ իրար, նորեկներ այսպես փորձում են հասկանալ ինչ է կատարվում, դու ինչ կասես այս առումով։ Այո, ես էլ մի 3-4 խումբ առանձնացրի, իդեպ Ադորյանը հավաքականի նորեկը Արգենտինայից ավելի շատ Ռուսաստանից եկածների հետ էր, որովհետև այնտեղ էր նաև Սևիկյանն էլ իսպաներեն գիտի, այդպես նա այդ խմբի հետ էր, հա, տարբեր խմբեր կային, ընդհանրապես ամեն թիմում էլ բոլորի հետ մտերիմ չեն, դա նորմալ է,
բայց դու հավաքականում մի փոքր ավելին ես սպասում ու չես ուզում տեսնել այդքան շատ բաժանումներ։ Այդ խնդիրը կա, այդ խնդրի մասին ֆուտբոլիստներն էլ են խոսել։ Բայց օրինակ հետաքրքիր է 2-3 տարի առաջ էլ մոտավորապես այդպես էր, էլի տարբեր տեղերից էին գալիս, էլի այդքան միասնականություն դրսից չէր երևում, բայց հավաքականը լավ հանդիպումներ անցկացնում էր։ Հիշելով Պետրակովի ժամանակ Ուելս, Թուրքիա 2 ական խաղերը, Խորվաթիա 2 խաղերը լավ բաներ նկատվում էին։ Դրա համար ինձ թվում է մեր դեպքում, մեր հավաքականի դեպքում միշտ էլ այդպես է լինելու, որ Սփյուռքից շատ ֆուտբոլիստներ լինեն, իհարկե չափի մեջ շատ, բայց մեզ պետք են բարձրակարգ ֆուտբոլիստներ, որ կուզեն խաղալ մեր հավաքականում։ Ու այստեղ արդեն մարշչի դերն է, նա ինչպես կհամախմբի, թե չէ այդպես միշտ կարող ենք մեղքը գցել, ասել դե տարբեր տեղերից են գալիս, բայց առաջ էլ եղել է որ տարբեր տեղերից են եկել, մարշչին հաջողվել է ինչ-որ մթնոլորտ ստեղծել։ Հիմա Վանցխիփը նոր է, երևի ինքն էլ դեռ նոր հարմարվում է, միգուցե դեռ կարողանա ինչ-որ բան անել։ Հնարավոր է կարողանա, դա առջևում արդեն պաշտոնական խաղերն են եւ բարդ մրցակիցների դեմ այն ֆուտբոլը, որ նա ուզում է ներդնել հավաքականում, կոմբինացիոն խաղ է, ակումբային ֆուտբոլին ավելի մոտ է։ Օրինակ ես նրան պատկերացնի Նոայի գլխավոր մարզիչ, օրինակ նկատի ունենալով, որ Նոան առաջատար թիմի առաջացնում եւ այդ ֆուտբոլը կհամապատասխաներ։ Կամ օրինակ մեր հավաքականը գլխավոր էր 1 տարի առաջ, երբ մենք ազգերի լիգայում թիմ մասնակցեինք ու կարգով ավելի համատաբար ավելի թույլ մրցակիցներ ունեինք։ Բայց հիմա շատ ավելի դժվար է։ Ես միայն նրա հետ չէի կապի, նշեցի, որ թիմը պետք է համախմբել, բայց դրա համար կան նաև առաջատար ֆուտբոլիստներ թիմի ներսում, կա ավակ, կան մյուս փորձառուները, նրանցից էլ է շատ բան կախված, որտեղ պետք է ինտեգրել։ Դե ինչ որ փորձեր կարծես թե վարազդատը չէ, ոնց որ բոլոր օղակներին կապող լիներ, մի քիչ խոսում էր, մի քիչ կատակում էր, բան, բայց ընդհանուր առմամբ որ ասենք բոլորին տեսել ենք միասին ինչ որ համախմբած, գուցե դա ուղղակի մեր տեսադաշտից է դուրս եկել, բայց անկեղծ այդպիսի տպավորություն չկա դեռ որ շատ թիմային իրենց մեջ էլ կա ընկալումը։ Ինձ թվում է Հարոյանը հնարավորինս ամեն ինչ անում էր որպես ավակ, այո, ես էլ դա նկատեցի, որ բոլոր կողմերի հետ փորձում էր հարաբերություն ստեղծել, բայց իմ տպավորությամբ հավաքականը հիմա օրինակ այդքան վառ ընդգծված առաջատար չունի, որ բոլորի համար մեծ հեղինակություն է։ Հա բոլորը Հարոյանին հարգում են, բայց օրինակ նույն Հերիխ Մխիթարյանի պես ամեն դեպքում նրան ուրիշ ձև են վերաբերվում ֆուտբոլիստների մեծ մասը կամ Յուրա Մովսիսյան, հիմա մի փոքր ավելի դժվար է այդ առումով։ Նույն մի օրինակ կբերեմ Խորեն Բայրամյանը, ես մարզչին հարցրի ինչու չի հրավիրվել հավաքական, Բայրամյանին այդքան խաղային տեսանկյունից չէի ուզում տեսնել։ Ուղղակի շատ կարծիքներ եմ լսել ու բոլորը համապատասխանել դրան, որ Բայրամյանին հաջողվում էր մտերմություն ստեղծել այստեղի ֆուտբոլիստների եւ Ռուսաստանից եկող ֆուտբոլիստների միջև։ Նա երկու լեզվով էլ խոսում է, նա այսպես համախմբում էր իր շուրջ։ Սոսանձի նման կապում էր իրար։ Հա, եւ ինձ թվում է նրապես մի խաղացող պետք է, որ բոլոր խմբերին կապի իրար։ Ես հիշում եմ տարիներ առաջ մեր հավաքականում այդ կապված մթնոլորտը շատ ավելի ամուր էր։ Միգուցե դա գալիս էր մարզչից, միգուցե նրանից, որ տղաները հիմնականում Հայաստանի ֆուտբոլի ներկայացուցիչներ էին, լավ էին ճանաչում իրար, եւ դա օգնում էր, որ խաղադաշտում թեկուզ իրենք վարպետությամբ զիջեն կամ խաղային փորձ չունենան, իրար ավելի լավ հասկանան ու գոնե չպարտվեին այսպիսի հաշիվներով։ Այո, այդ ժամանակ մեծ մասը հենց Փյունիկից էր, փոքր տարիքից իրար հետ էին խաղացել ու գումարած Յուրա Մովսիսյան, Մարկոս Պիզելի եւ այլն, Արա Սոզբիլիս ու այն ժամանակ կարելի ասել մեծ վախ կար ֆեդերացիայի նախագահից, այսինքն այնպիսին էր, որ ոչ մեկ ավելորդ բան չէր կարող թույլ տալ։ Ֆեդերացիայի նախագահը շատ բան էր որոշում, նա Փյունիկի նախագահն էր, ֆեդերացիայի նախագահն էր, կարող էր հսկողություն ավելի ուրիշ էր։ Մեկին հանել հավաքականից, մեկի հանդեպ կոչ լինել, բազմաթիվ դեպքեր գիտենք։ Հիմա ես չեմ ուզում ասել դա լավ է, որ այդպիսի կախվածություն կամ մեկ անձից այդքան բան է որոշում, բայց կոնկրետ այդ համատեքստում դա կարծես հավաքականի օգտին էր աշխատում։ Մեկ բան էլ ասեմ, որ Հայաստանի հավաքական է, բայց մենք հիմնականում լսում ենք օտար լեզուներով զրույցներ։ Գերակշռում է ռուսերենը, իսպաներենն էլ կար մի քիչ, բայց այն ժամանակ, ինչպես դու նշեցիր, Մարկոսը վաղուց խաղում էր Հայաստանում, խոսում էր հիանալի հայերեն, Արազը այո տիրապետում էր, դելով է Յուրան եկավ իմանալու, այսինքն ոգին ընդհանուր արժեքներ ավելի մոտ էին հայկական, դա չի կարող իր ազդեցությունը չունենալ։ Ես էլ համաձայն եմ, որ մտածողության առումով իրար մոտ ֆուտբոլիստներ պիտի լինեն ավելի շատ, դե պարզը Հայաստանի հավաքականում ավելի շատ Հայաստանից։ Ու ես չեմ կարծում, թե
մենք լավ ֆուտբոլիստներ չունենք այստեղ, բայց մյուս կողմից ես այդքան կատեգորիկ չեմ, Թուրքից էլ իհարկե լավ ֆուտբոլիստներ մեզ պետք են, բայց նրանք որոնք ուզում են իրոք խաղալ հավաքականում, ոչ թե մեկ ուզում են գալիս են, մեկ չեն ուզում չեն գալիս կամ գալիս են մի քանի անգամ մերժելուց հետո Հայաստանի հավաքականի հրավերը գալիս են, որովհետև այստեղ խաղալով կարող են ավելի ուժեղ ակում գնալ, այսինքն հստակ տեսնում ես, որ ֆուտբոլիստը նվիրված, որը չէ, բայց եթե խաղային հատկանիշները համապատասխանում են, ինքն էլ ցանկությամբ է գալիս հավաքական, թող գա օգնի, իսկ որոշ դիրքերում ունենք նատուրալիզացված ֆուտբոլիստներ, նույն Իվուն, չնայած Վրաստանի դեմ անհաջող խաղաց, բայց իմ կարծիքով շատ է օգնել մեր հավաքականին ու դեռ կօգնի կամ Չանչարևիչը, այսինքն սահմանափակ քանակով դա էլ է պետք, նույնիսկ թոփ հավաքականներում նատուրալիզացված ֆուտբոլիստներ կարող ենք տեսնել։ Չէ, մենք ոչ թե դեմ ենք, որ իրան կան, այլ տոկոսային հարաբերակցությամբ պետք է մենք ի վերջո տեղական ֆուտբոլը զարգացնենք եւ մեր կադրերը անընդհատ դրսում փնտրելով մեր ֆուտբոլը դա նաև մեր ֆեդերացիան այսպես լավ կարողանում է ծածկել, քանի որ չի զարգանում տեղի ֆուտբոլը այն մակարդակով, որ կուզենայինք, դրսից ֆուտբոլիստներ հրավիրելով, կարծես հարցերը լուծվում են եւ հավաքականում ունենում ենք խաղացողներ։ Ուղղակի կարճաժամկետ լուծումներ են, բայց եթե մեզ պետք է ֆուտբոլ եւ ուզում ենք զարգացնել, դու ինքդ շատ ավելի լավ ես տեղյակ Հայաստանի առաջնությունից, թե ինչ է կատարվում, ինչ ունենք, ինչ բացեր եւ առավելություններ, տեսանկյունից կարող ես մեզ ավելի լավ տեղեկություններ հաղորդել, ինչ է կատարվում ներսում, ինչ կադրային աշխատանքներ են տարվում եւ ինչ առումով են թերանում։ Դա շատ ընդգրկուն թեմա է, կնշեմ, որ որոշ ակումբներ որակական մեծ առաջընթաց ունեն եւ դա մենք տեսնում ենք նաեւ Եվրագավաթներում ու նաեւ ակումբները ներդրումները մեծացնում են նույն Նոան եւ ենթակառուցվածքների առումով է դա անում եւ առաջին թիմի ու մեծ ամբիցիաներ ունի Փյունիկն էր անում վերջին տարիներին Արարատ Արմենիան 4-5 տարի նույն Ուրարտուն իր դպրոցի վրա մեծ շեշտ է դնում Վանը կա հիմա լավ նախագիծ իհարկե շատ չեն բայց որոշ ակումբներ փորձում են առաջ տանել ուղղակի կան խնդիրներ որ միայն իրենցից կախված չէ չգիտեմ ենթակառուցվածքներ ֆուտբոլի տարածում եւ այլն բազմաթիվ այսպիսի հարցեր կան մի երկու գլոբալ հարց կա որ օրինակ դուք էլ կարող եք նշել ես այդ հարցերի պատասխանները չեմ գտնում միասին արի գտնենք հա ինչ որ շեշտադրում է պետք օրինակ մենք միջև հիմա չենք կողմնորոշվել հավաքականի համար լավ արդյունքը ո՞րն է դրա ձևակերպումը ես այնտեղ երբ գնացել էինք պարոն Մելիք Բեկյանն էլ այդ հարցը տվեցի չկար պատասխան ո՞րն է լավ արդյունքը հավաքականի համար օրինակ ասեմ ինձ համար ինչ որ առումով վերջին շրջանում շատ վաղուց ես հավաքականի խաղնալուց որևէ հաճույք հարցը միայն հաշիվը չի այսինքն որպես դու տոնի կվերաբերվես որպես մի կարևոր իրադարձության ամեն անգամ հիասթափվում ես ել ավելի վատ խաղես նա կարող է էլի ոչ ոքի խաղալ կամ պարտվել, բայց երբ տեսնում ես ձգտում, ցանկություն կամ ինչ որ առաջընթաց որևէ առումով, էլի լավ արդյունք է։ Մենք այն հավաքականը չենք, որը միանգամից չէ, ուղղակի իր ձեռք բերելու եզրափակում են խաղալու այն էլ այս աշխարհի առաջնության ուժեղ ընտրական փուլի, բայց այդ տոնը պարգևենք, այդ թեթևությունը ի վերջո միշտ չէ, որ պետք է հաջող միայն հաղթանակներ լինեն։ Ինձ համար օրինակ դա է առաջին հերթին արդյունք կոչվածը։ Ես ասեմ ինձ համար որն է, մենք 2020 թվականին չէ, հաղթեցինք ազգերի լիգայի, հա։ Թվաց թե ինչ որ բան փոխվեց։ Եվ դրանից հետո կրկին գլորվեցինք անդունդը։ Ինձ համար հաջողություն կլիներ, որ մեկ դիվիզիոն բարձրանայինք ու թեկուզ մեկ մրցաշրջան մնայինք այնտեղ։ Կայուն խաղ ցույց տայինք, նկատեինք աճը։ Հետո հաջորդ մրցաշարում միգուցե կլիներ Եվրոպայի կամ աշխարհի ընտրական փուլ, օրինակ երրորդ տեղում կավարտենք եւ եւս մի քանի տարի կմնայինք երրորդ տեղում, հետո կբարձրանանք երկրորդ։ Իսկ մեր հավաքականը կարող է հաղթել Ուելսի հավաքականին եւ պարտվել, չգիտեմ։ Կոսովոյ անկայունություն է Քեզ համար ես էլ եմ այդպես մտածում որ չես կարող մեր հավաքականին դատել միայն եզրափակիչ փուլ դուրս գալով կամ դուրս չգալով որտեղ մենք երբևէ դուրս չենք եկել բայց պիտի նայենք որքան ենք մոտ եղել դրան ինձ համար ցուցիչներից մեկը դա է 2012-ին բայց օրինակ վերջին երկու ընտրական փուլերում մինչև նախավերջին տուրը մենք ունեցել ենք ռեալ շանս դուրս գալու Կապարոսի ժամանակ էլ Պետրակովի ժամանակ էլ այսինքն դա ես որոշակի առաջընթաց համարում եմ հենց դրա համար նշեցի որ մենք ո՞րն ենք համարում դրական արդյունք մոտ լինելը ինձ համար դուրս գալուն արդեն դրական է բայց պիտի նաև հասկանանք ինչու չի ստացվում այդ վերջին քայլը կատարել եւ այստեղ հատկանշական է որ կարևոր պահերին մենք չենք հաղթում ոչ թոփ հավաքականների Կապարոսի ժամանակ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ոչ ոքին ու Լիխտենշտեյնի հետ ոչ ոքին Պետրակովի ժամանակ պարտությունը Լատվիայից
Այսինքն այստեղ մրցակցի կարգի առավելությունը չի, ուղղակի մենք հոգեբանորեն չեն կարողանում այդ վերջին քայլը անել, Հավատալ, այսինքն վերջի բան որ դու պիտի հաղթես, վերջ, պիտի հաղթես այդ պահին ու անցնես։ Արդեն երկու անգամ մենք այդ պահին սայթաքում ենք։ Հիշում ես, երբ որ մենք հաջող մեկնարկեցինք խմբում մի որոշ ժամանակ առաջատարենք, այդ գերազանցված սպասելիքները, այդ չափից մեծ ոգևորություն, այդ անիմաստը, չգիտեմ, գովասանքները, ինձ մոտ դա շատ է, չէ՞ ազդում։ Դե հա, մեզ Իսկ հոգեբանորեն հաստատ ֆուտբոլիստների վրա էլ է դա ճնշում։ Իսկ թվում է իրենք ֆուտբոլիստներն էլ են ասում, մենք արդեն, չգիտեմ։ Ու միանգամից փոխվում է ամեն ինչ, զգացում է տրամադրվածություն, այդ ասես մենք թոփ հավաքական ենք, կարճ ժամանակով այսպես թռիչք են ապրում ու հետո նորից նույն կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվում։ Հա, դա շատ կարևոր է։ Եվ իրենց աշխատանքն են ջուրը գցում։ Նույն անցած շրջափուլում որքան ուրախալի էր Թուրքիայի հետ այդպիսի երկու խաղը, երբ դու նշում էիր, որ ինչ-որ էմոցիոներ պարգևի հավաքականը պայքար եւ այլն, նույն Թուրքիայի հետ այստեղի խաղը դրա վառ օրինակն է։ Հավաքականը պարտվեց Թուրքիային, բայց դժգոհությունները շատ-շատ քիչ էին, որտեղ բոլորը այդ ամենը տեսան։ Այդտեղ ցանկություն ես տեսնում, պայքար ես տեսնում, չհանձնվելու ինչ որ այսպես որակներ, օրինակ Չեռնոգորիայի դեմ խաղում առաջին կեսում երևի առաջին կեսի մեծ մասին ես չէի հավատում, որ երկու ազգային հավաքականներ են խաղում, անկեղծ ոնց որ Բաքի ինչ որ տղաներ խաղ են խաղում, որտեղ չկար ոչ մի շատ քիչ են կամ այսպես ասենք պրոֆեսիոնալ որակները, շատ ցածր մակարդակի սխալներ են, ինչը ինձ թվում է ամոթալի ամեն դեպքում հավաքականի մակարդակում։ Իսկ այդ ստադիոնը որտեղ խաղում էին դե էլի փոքրիկ շատ է գողտրիկ ստադիոն։ Լռություն էր, քար լռություն էր ամբողջ խաղի ընթացքում, այդպիսի բան ոչ մեկս չէինք տեսել։ Մանավանդ հավաքականի խաղի, օրինակ տրամադրվելի չեն եղել։ Ֆուտբոլիստները իրար հուշում էին, մենք հեռվից հեռու լսում էինք, տրիբունաներն էլ հեռու էին խաղադաշտից, բայց այնպիսի լռություն էր։ Ես լսվում էր բավականին։ Հա, դու ներքևից էիր։ Մյուս հարցը, որ այդպես օրինակ ամեն երկրում որոշակի կողմնորոշում կա, իրենց համար որն է ավելի կարևոր, հավաքականը թե ակումբային ֆուտբոլը։ Մեզ համար դե Մեզ մոտ այդ կողմնորոշումը չկա, միշտ մենք խաղում ենք ու ես կողմ չեմ, որ հայկական ֆուտբոլը ասոցացվի միայն ազգային հավաքականի հետ։ Հիմա թե ազգային հավաքականը հաղթեց, այնպես չի որ ոչ մի խնդիր չկա ու նաև հակառակը։ Դրա համար օրինակ ակումբային ֆուտբոլում որ լավ բաներ լինում են վերջին տարիներին իրոք լավ բաներ են լավ հանդես գալի եղել էր Փյունիկը Արարատ Արմենյան շատ բայց կարճատև չի լինում այդ վերելքը այդ ողջավորությունը համաձայն եմ բայց դրան էլ արժանի ուշադրություն չի դարձվում այսինքն էլի մեծ մասի կենտրոնացումը լինում է հավաքականը ընդհանրապես միտումները աշխարհում ուրիշ են ակումբային ֆուտբոլը ավելի բարձր է դասվում քան հավաքականը բայց մեզ մոտ չափից ավելի է կենտրոնացումը ու ես դա կապում եմ նոր խոսեցինք ֆեդերացիայի նախկին նախագահի մասին օրինակ մի 10-15 տարի առաջվանից այդ շեշտադրումը եղավ, որ միայն հավաքականն է կարևոր, ուրիշ ոչինչ կարևոր չէ, առողջությունը միշտ լինում է թող լինի, բոլորը պիտի աշխատեն հավաքականի համար։ Բայց ինչու է այդպես, եթե դու ներդրող ես, գալիս ես ակումբ ես հիմնում Հայաստանում, օրինակ ո՞րն է քո շարժառիթը, որ պիտի հավաքականի մասին մտածես, բացի հայրենասիրությունը։ Գիտես Արման, պետքա շղթայական ամեն ինչ զարգանա, չէ՞։ Երբ որ ակումբային ֆուտբոլին կստինքի անիսկապես զարգանա, արվեն ներդրումներ, լավ ակումբներ, ենթակառուցվածքներ, հավաքականն էլ չէ կունենա կադրեր, հավաքականն էլ որոշակի առաջընթաց կունենա, իսկ մենք շատ բևեռված ենք։ Ինձ թվում է դա նրանից է, որ մենք ֆուտբոլ իրականում չենք սիրում։ Այո, միջազգային ֆուտբոլ ենք սիրում։ Հա, մենք սիրում ենք Ռեալին, Բարսելոնային, մեկ էլ Հենոյին։ Բայց մյուս կողմից մեր ակումբային ֆուտբոլը ճիշտ է զարգանում է, բայց հիմնականում շեշտը դրված են արտասահմանից եկած ֆուտբոլիստների վրա։ Իմ ասածը ավելի շատ այն էր, որ նույն Վրաստանում, որ շատ ենք խոսում Վրաստանից, բայց ասում են մի համեմատեք, մեր այս հանդիպման ժամանակ էլ եղավ, դա էլ նշենք, որ իհարկե ներքին զրույցներով, բայց այնպես չի, որ չի կարելի հրապարակել, պարոն Մելիքբեկյանն նշեց, որ այնտեղ անհամեմատ շատ են ներդրումները, գումարները, այլ կերպ են ենթակառուցվածքները, հետեւաբար չի կարելի համեմատել, հիմա պետությունն է, իրենք ներդրողներ չունեն, որ մենք շատ ունենք, բայց մենք չունենք պետությունից օգնություն, այնտեղ շատ ունեն եւ ճիշտ են դա օգտագործում։ Իմ ասած այն էր, որ այնտեղ եթե դու ակումբ ունես ու օրինակ շատ վրացիների ես խաղացնում, ֆուտբոլիստներ ես ուղարկում Եվրոպա եւ այլն, դու գումարներ ես ստանում դրա համար, դու գիտես, որ դա էլ քո բիզնեսն է, միայն Եվրոգավաթ դուրս գալով չէ։ Բայց այստեղ դու դրա համար ոչինչ չես ստանում։ Դրա համար շեշտը դնում ես արտասահմանցիների վրա ավելի շատ, որ գնաս Եվրոպա խաղաս ու ինչ որ գումար հետ բերես։ Իմ ասածը դա է, որ համակարգ պիտի աշխատի, մեզ մոտ բացարձակ այդ համակարգը չկա ու ներկայիս ֆեդերացիայի գործունեությունն էլ մեծ մասամբ ձախողված է իմ կարծիքով։
Էլի գալիս ենք այո նույն կետին։ Ես համաձայն եմ քեզ հետ, որովհետև եթե ձախողված չլինեինք, այն խնդիրները, որոնց մասին հիմա մենք խոսում ենք, գոնե 1%-ով լուծված կլինեին այս վերջի տարիների ընթացքում։ Եվ այն հավաքականը, քանի որ հավաքականից ենք խոսում, այն հավաքականը, որի մասին անընդհատ խոսում է ֆեդերացիայի նախագահը, մենք այդպես էլ ականատես չենք լինում։ Նույնը մյուս տարիքային հավաքականները, իդեպ այնտեղ Սփյուռքից ֆուտբոլիստները քիչ են, այնտեղ լեզուն հայերենն է, բայց այնտեղ էլի այդ խնդիրը էլի կա, բայց այստեղ որպեսզի միակողմանի չլինի, օրինակ երբ նայում ես հարցազրույցները ակումբների նախագահների, մեծ մասամբ իրենք ճիշտ են քննադատում ֆեդերացիային, բայց տպավորություն կարող է ստեղծվել, թե այդ մարդիկ ամեն ինչ ճիշտ են անում ու միայն ֆեդերացիայի մեղավորությամբ է այդպես, դա էլ այդպես չի։ Բազմաթիվ բաներ կա, որ իրենցից է կախված, բայց իրենք կարծես գիտեն, որ ամեն ինչ կարող են ասել, դե որ ֆեդերացիայի նախագահը ուրիշ լիներ, բայց չէ, իրենք պիտի անեն, դա ֆեդերացիայի հետ կապ չունի։ Այդտեղից դուր չի գալիս, որ ամեն ինչ բարդում են միայն ֆեդերացիայի վրա, դա էլ է։ Դե մի ժամանակ էլ նախորդ ղեկավարությանն էին ասում նույն ակումբները։ Մանավանդ եթե ֆեդերացիայի ղեկավարի նկատմամբ դժգոհության ալիք կա, չէ, ավելի երբ որ սկսում են բոլորը արտահայտվել, թվում է ամեն ինչ ճիշտ են ասում ու հասարակությունը այդպես էլ ընկալում է, բայց երբ որ ուսումնասիրում ես իրենց աշխատանքը, իրենց ակումբներում ինչ է կատարվում, տեսնես որ մինի մոդելներ են եւ ամենտեղ բոլոր այն նույն խնդիրներն են, որոնք կամ ֆեդերացիայում կամ տարբեր այլ կառույցներում։ Հենց դա է հարցը ու իրենք միշտ մատնանշում են այն գործոնը, ինչը այդ պահին էմոցիոնալ պահ կառաջացնի երկրպագուների շրջանում։ Այսինքն իրենք անդադ խոսում են հավաքականից, որ վատ է, դա գցում են ֆեդերացիայի վրա։ Բայց իրանց ակումբի խնդիրները։ Բայց երբ հավաքականը հաղթում է, այդ հարցը մի կողմ են թողում, ասում են դե լավ հավաքականով չորոշենք, այսինքն այդ երկակի ստանդարտները կան։ Ամեն դեպքում գոնե իհարկե շատ լավ է, որ այդպիսի անհատ ներդրողներ կան, որ գալիս են ու փորձում են ինչ-որ բան անել, ցանկալի է որ մնան, շարունակեն դա անել, չհուսահատվեն, բայց մենք տեսնում ենք նաև այնտեղ էլ ենք քննարկել Կոսովոյում եւ Չեռնոգորիայում, որ ինչ որ պահի մանավանդ մեծ ներդրողները կոնֆլիկտ են ունենում ֆեդերացիայի հետ, այդ կոնֆլիկտը աճում դառնում է պատերազմ եւ միշտ վտանգ ու պայթում է։ Այդ ներդրողը տուժում է ու գնում է, դուրս է գալիս։ Հենց դա է վատը, որ չի հաջողում ինչ-որ լավ նորմալ կոմունիկացիա ստեղծել։ Ես տեսնում եմ հասկանալ ով է մեղավոր։ Կարծում եմ, որ ֆեդերացիայի ղեկավարությունը կուզի, որ հաջողություններ ունենա։ Նույնն էլ ակումբը չէ, գումար է ներդնում։ Բա ինչու՞ չի ստացվում։ Եթե խոսքը այդ փոխհարաբերությունների մասին է, միանշանակ ֆեդերացիան է ինձ համար, որովհետեւ իրենք են ղեկավարող մարմինը, իրենք պիտի համագործակցեն Պյունիկի սեփականատիրոջ հետ, Ուրարտուի, Նոայի ու բոլորին հավասար պայմաններ ստեղծելով, որպեսզի լինի այդ մթնոլորտը ու ուզենան մնալ, շարունակեն ներդրումներ անել։ Ինձ թվում է գլխավորը սա։ Աստորեն գալիս են ելի նրան, որ իրար չեն լսում, չեն համագործակցում եւ մեկը մեկի խնդիրներից տեղյակ չեն, հա։ Կամ սրտացավ չեն գոնե։ Հիմա ունենք Շիրակի դեպքը, Շիրակը ասում է դուք պիտի անեք, ֆեդերացիան ինչ-որ չի խառնում այդ ակադեմիայի հետ կապված հարցերին ու մնում է օթի մեջ, այդպես լուծում չի ստանում։ Բայց դու օրինակ երկրպագու ես կամ լրագրող ես ու լուծում ես ուզում տեսնել, առաջինը սպասում ես այդ դեպքում ֆեդերացիայից, որովհետեւ իրենք են ղեկավարող մարմինը։ Իսկ իմ կարծիքով մեր սպորտը ընդհանրապես մեր պետության այսպես փոքր մոդելն է եւ այն վերաբերմունքը, որը ունենում ենք մենք երկրի ղեկավարները տարբեր ոլորտների նկատմամբ, միգուցե ֆեդերացիաներն էլ ունեն իրենց ենթականների նկատմամբ։ Իրենց թվում է թե լավ են աշխատում, ունեն լավ աշխատող մարդիկ, բայց խնդիրը գիտեք ինչու՞մ է։ Ես տենց եմ կարծում։ Ինչ դե արտացոլվում է բնականաբար բոլորիս վրա մեր կյանքի առօրյայի, պարզապես ինձ թվում է մարդիկ պատրաստ չեն խոսել իրենց սխալների մասին, ձախողումների ու նաև լավ կողմերի։ Միանշանակ սկսում են իրենց պաշտպանել, սխալներում մեղադրել մյուս կողմին, ինչպես ֆեդերացիան ակումբներին, ակումբները ֆեդերացիային, ու այսպես մենք չենք գտնում բուն հիմնախնդիրը, ինչից առաջացավ նույն Փյունիկ ՀՖՖ հակամարտություն։ Լսում ես ֆեդերացիային թվում է այս կողմն է ճիշտ, լսում ես Փյունիկի նախագահին նախքին այս մարդն է ճիշտ, 100%-ով համոզում ես եւ այս կողմի եւ մյուս կողմի իրավացիության վրա, բայց չես կարողանում հասկանալ լավ, ինչի սկսեց այս կոնֆլիկտը։ Ոնց որ ամեն ինչ լավ էր, նպաստ մեր ֆուտբոլի էր։ Չէ, ինչու։ Ես անկեղծ տենց էլ չեմ բարձել։ Շատ երկար պատմություն ունեն, երկուսն էլ իրենց մեղավորություն ունեն, բայց մանր բաներից շատանում է։ Իրականում խնդիրները շատ են, բայց լուծումը ես այդքան բարդ չեմ պատկերացնում։ Ընդամենը պետք է որ համակարգ աշխատի, կոնկրետ հասկանանք որն է մեր առաջնահերթությունը։
հավաքականն է, ակումբային ֆուտբոլն է, թե նաև որ ֆուտբոլիստներ շատ ուղարկենք դուրս, օրինակ ավելի վաղ տարիքում գնան, թե հասկանում ենք, որ դա մեզ մոտ հնարավոր չէ, որովհետև բանակի հարց կա, ուրիշ հարցեր կան։ Հստակ կողմնորոշում, թե չէ հիմա այդ կողմնորոշումը քանի չկա, մենք մեկ կուրախանանք Նոայի հաջողությամբ, հետո կտխրենք, մեկ կասենք չէ հավաքականն է ավելի կարևոր, հետո կասենք դե ոչ մի բան էլ կարևոր չի։ Ուղղություն պիտի լինի, որ ըստ դրա շարժվենք առաջ։ Հիմա ինչ անենք, քեզ վերցնենք թուղթ, այսպես սպիտակ, մաքուր ու գրենք այդ ուղղությունները, ինչն է պետք, ինչպես շարժվել։ Հակասող բաներ կան իրար, եթե դու ուզում ես այդ ֆուտբոլիստներին ուղարկես, օրինակ, պիտի նրանք երիտասարդ տարիքից սկսեն խաղալ առաջնությունում, 16, 17, 18, միայն ԲԿՄ-ում չէ, մյուս թիմերում էլ։ Եթե չեն խաղում, ով պիտի իրենց։ Պետք է, այո, որ ինչ-որ փոփոխություններ արվի։ Լիմիտը խստացվի։ Եթե չեն խաղում, ով պիտի նկատի դուրս տանի։ Գոնե թիմի կեսը իմ կարծիքով պետք է հայ լինի։ Շատ եմ ասում։ Հենց դա է, հիմա դե որ հասկանանք իսկ եվրոգավաթները դեպքում, թե մենք ուզում ենք, որ գոնե երկու թիմ խմբային փուլ խաղա, լիգայի փուլ խաղա, թե դա ենք ուզում։ Դե պետք է Ես ուզում եմ, որ գոնե մի 2-3 տարի մենք ակումբային մեր ֆուտբոլը զարգացնենք, փորձարկումներ անենք, թեկուզ դրսից հրավիրենք, լավ մասնագետներ հրավիրենք ու մյուս մի քանի տարի անց մենք արդեն մրցունակ պատրաստ մտնենք եվրոպական առաջնությունների մակարդակ ու պայքարենք։ Իսլանդիան ոնց ֆուտբոլը դարձեց ազգային ծրագիր, թմրամոլության, ծխելու դեմ պայքարելու համար երկար ժամանակ պահանջվեց մեր ներդրումներ, բայց իր արդյունքը տվեց, չէ՞, այդ վերելքը եղավ։ Ինչ որ նման մի բան էլ մեզ է պետք անել։ Քո ասած գուցե որոշ ժամանակ եվրոգավաթներում այնպես չի, որ հիմա տենց շատ հսկայական հաջողություններ ունեն, կան իհարկե, բայց օրինակ նույն Վրաստանի համեմատ շատ ավելի մեծ է։ Վրաստանում թիմերը խմբային փուլ չեն հասնում, մեզ մոտ հասնում են ու 3 տարբեր թիմեր են հասել։ Իհարկե հասկանալի առաջ չկար կոնֆերենցիաների լիգա, հիմա կա եւ դա մեր թիմերին օգնում է։ Առավելություն է տալիս այդ առումով։ Ես առաջնությունը լավ միտումներ տեսնում եմ, միայն վատը չեն։ Ինձ թվում է, եթե նայենք այն արտասահմանցի ֆուտբոլիստները, որ գալիս են, հիմա գալիս են ավելի ուժեղ, քան մի քանի տարի առաջ։ Խաղի որակն է ինձ թվում է ավելի լավ։ Ուղղակի որ կողքից մյուս գործոնները առաջ չեն գնում, դա կողքից կարծես չնկատվի, նույն ստադիոնների վիճակը։ Ինչքան էլ խաղը լավը լինի, ինձ թվում է Փյունիկի, Արարատ Արմենիայի այն առաջատար թիմերի միջև խաղերը բավականին լավ են ստացվում եւ որակով եւ դիտարժանությամբ, բայց որ դա վատ խաղադաշտում է, վատ ստադիոնում է ու չկա այդ մթնոլորտը, դու դա չես նկատում։ Այսինքն մենք այդ կոսմետիկ հարցերի մասն էլ պիտի մտածենք, որ խաղը դիտարժան լինի։ Այդ արտաքին ձևավորմանը փաստորեն պետքա մեծ ուշադրություն դարձնել ու երկրպագուների համար գրավիչ դարձնել։ Նաև տոմսերի հարցը պետք է լուծել, նաև ֆուտբոլը աստիճանաբար պետք է բիզնես չէ դառնա։ Առաջին գրավականը այդ հագուստների վաճառք լինի, տոմսերի Չոր հիմա այլքով շուտ է դրա մասին խոսքը։ Պետք է կամած մտածել ախր։ Որպեսզի ինքնակնդատությունը լինի, դա նաև մեզնից է կախված, մենք էլ դա պիտի անենք։ Ոչ մեկս չենք գնա, տոմ չենք գնի Հայաստանի առաջնության։ Չէ, Արմանես լրագրողներին։ Ես չեմ գնում։ Չէ, Ուրարտում հաճախ ինձ տոմս եմ գնում, որտեղ այնտեղ վաճառքով է տոմս Ուրարտուի խաղերին։ Մեզնից էլ է կախված, որտեղ առաջնություններ կան, իրականում այդքան ուժեղ չեն, բայց այնպես են լուսաբանվում, ու հերո չգնանք Ռուսաստանի Պրեմիեր լիգան լավ առաջնություն է, բայց իրենք այնպես են լուսաբանում, այնպես են մատուցում։ Կարծես անգլիական Պրեմիեր լիգան։ Շատ բարձրացնում են, այդպիսի բաներն էլ են կարևոր, ասենք բոլոր կողմերից էլ կախված է դա։ Լավ, մյուս կողմից մենք էլ ինչ անենք լրագրողներս, որ այս հարցը բարձրաձայնում ենք խոսում ենք, բայց քիչ է, չէ՞։ Միայն խոսելով բոլորս ենք խոսելով սահմանափակվում։ Առհասարակ խնդիրների մասին, հավաքականի ամեն ինչի ինչ անենք։ Դե հիմա էլի խոսելով մեր ուղևորությունից, այնտեղ մենք բազմաթիվ զրույցներ ունեցանք ֆեդերացիայի նախագահի հետ։ Այս բոլորը ինչ այստեղ ասում եմ ու շատ ավելի հարցեր, որ մեր ֆուտբոլում դեռ պայմանավորված խաղեր կան, այսպես դու շատ մանրակրկիտ հարցերի անդրադարձ ես։ Ցավոք սրտի դեռ կոպիտ ասած գումար կա մեր ֆուտբոլում եւ այլն, այդ բոլոր հարցերը, բայց հիմնականում, եթե ամփոփեմ, մի 3-4 կարգի պատասխաններ որ ստանում էինք, ոչ բառացի, բայց միտքը դա էր, որ այդ հարցը այդքան լուրջ չէ, այդ խնդիրը ինչքան դուք եք պատկերացնում, կամ դա մեզանից կախված չէ, դա ավելի շատ ակումբները պիտի անեն, կամ պետությունը պիտի անի, կամ էլ դե այդ հարցը կլուծենք մի քանի տարվա ընթացքում։ Մենակ մի հարց կար, որ ընդունվեց, որ դա սխալ է արվել, մնացածը պես ջրվեց գնաց, էլի։ Եվ այդ որ հարցներ, ես տեղյակ չեմ։ Որ ընդունեցին կոմունիկացիայի հետ կապված, որ ֆեդերացիա հանրություն կապը կտրված է եղել։
Դա չարյաց փոքրագույնն էր, էլի։ Դե հենց դա գալիս ենք էլի նրան, Արման, որ մեզանից շատերը, այդ թվում եւ կառույցները իրենց սխալները չեն ուզում տեսնել կամ քողարկում են այլ ձևակերպումներով։ Երբ որ մենք բաց լինենք տեսնելու, հաստատ իրենք էլ ունեն լավ նպատակներ, լավ ցանկություններ, ուղղակի պետքա կարողանալ այդ ամենը։ Բայց ես չեմ հասկանում, չեն տեսնում, թե չեն ուզում տեսնել։ Չեմ հավատում, որ ֆեդերացիան չգիտի լիքը բաներ։ Չեմ հավատում ուղղակի։ Եթե մենք գիտենք, ես լավ կողմն էլ ասեմ, էլի նախագահի որ խոսում էինք, տեղեկացվածությամբ ֆենոմենալ մակարդակի է, այսինքն ինքը առողջությանը շատ ավելի լավ է հետևում, քան պետք է ֆեդերացիայի նախագահին, մանկապատանեկան առողջություններ, ԲԿՄ եւ այլն, կանանց ֆուտբոլ, այսինքն տեղեկացվածության մասին խոսքը, չես կարող մի ֆուտբոլիստ ասել, ինքը չիմանա այդ ֆուտբոլիստին, թեկուզ ֆենոմենալ գիտելիքներ եւ հիշողություն ունի, այդ մեկը հասկացան։ Դա ուրիշ բան է։ Դու նախագահից սպասում ես խնդիրների լուծում, միավորում, ինչ որ մենեջերի որակներ են պետք։ Կոնֆլիկտների հարթում եւ այլն, ճիշտ ընտրություն տարբեր մարզիչների, տարբեր պաշտոնների, ավելի շատ դա է հարցը։ Թե չէ իմանալը հաստատ ամեն ինչ էլ գիտեն։ Բոլորից է շատ ու լավ։ Մենք համաձայն։ Հիմա ես ճիշտ եմ հասկանում, որ մեր ֆեդերացիայի գլխավոր նպատակը Վրաստանի հետ համատեղ առաջնությունն ընդունելն է։ Այո։ Առաջնահերթությունների թվում է, դա շատ կարևոր է։ Որովհետև պետությունն էլ է դրան խառնված, նույնիսկ 2-3 տարի առաջ այդ 5 միլիարդ դրամի պատմությունը հիշում եք, որ 4 դպրոցներ կառուցելու համար կառավարությունը հատկացրեց ֆեդերացիային, բայց դեռ ինչպես հասկանում ենք, միայն այդ Դավթաշենի դպրոցի վերաբերյալ են աշխատանքներ սկսվել, մնացածը առայժմ առաջընթաց չկա, բայց այո, հենց դա է եւ ներկայացում է, որ աշխարհի երիտասարդական առողջությունը, եթե մենք ու Վրաստանը ընդունենք, շատ լավ կլինի ֆուտբոլային առումով, էլի ոգևորության ֆուտբոլը, հետաքրքրության առումով, դե տեսնենք, չես կարող ասել, գուցե կողքից ինչ որ լավ հանգամանք է, բայց մեկ է գլոբալ առումով ի վերջո դա ոչ մի ազդեցություն չի ունենալու մեր ֆուտբոլային Ինչպես մինչև 19 տարեկաններին որ եղավ Հայաստանում, լավ էր, բայց չգիտեմ դա ինչ օգուտ։ Այս դեպքում տարբերությունն այն է, որ այլ քաղաքներում էլ կլինի, բայց հասկանում ենք, որ գլխավոր նպատակը ավելի շատ քաղաքական է, կապ Վրաստանի հետ ու այսպես այնտեղ կան նաև սահմանային վայրերում ստադիոններ ավելի շատ տանել ֆուտբոլը աշխարհագրությունը մի քիչ ընդլայնելու տեսանկյունից։ Բայց վատ չի, թող լինի, իրական շատ լավ բան է։ Բայց եթե չենք քողարկելու մնացած թերությունները ու մնացած հարցերը այդ առաջնությամբ, թող լինի, ոչ մի առումով դա իհարկե չի կարող հանգարել մեզ ու մեր ֆուտբոլին։ Հիմա որ այսպես երիտասարդական պատանեկան հավաքականներին ենք նայում, նրանք էլ պարտություններ կրեցին։ Ինչ է լինելու այս երիտասարդները գալու են ազգային հավաքական, եթե հիմա ենք այսպես պարտվում, ինչ է լինելու ազգային հավաքականի հետ։ Դե մեր պատանեկան հավաքականներում ֆուտբոլիստների ընտրությունը այդքան մեծ չէ, որքան ազգայինում, միշտ այդպես է եղել, ու հիմա 17-եր, 19-եր ավելի շատ են պարտվում, քան օրինակ 10-15 տարի առաջ, բայց միշտ էլ մեզ մոտ թիմի խնդիր է եղել, այսինքն որպես թիմ ուժեղ չենք եղել այդ տարիքում, բայց անհատներ դուրս եկել են։ Նույնը հիմա է, հիմա եթե նայենք ազգայինին, կան խաղացողներ, որ տարիքայինով իրենք պիտի երիտասարդականում լինեին եւ այդպես շարունակ։ Այսինքն անհատ ֆուտբոլիստներ էլի դուրս կգան, օրինակ երիտասարդականի ավագը Միսակ Հակոբյանը օրերս Ալբանիայի չեմպիոնի կազմ տեղափոխվեց, Նարեկ Հովհաննիսյանը էլի առաջարկներ ունի որպես թիմ ուժեղ չեն, բայց անհատներ կան, որ եւ ազգային կգնան եւ ինձ թվում է կհետաքրեն արտասահմանյան ակումբներին։ Ինքը դու ավելի շատ լավատես ես այդ հարցում։ Ու ասեմ Գոհարին, որ ամբողջ ուղևորության ընթացքում թե ինքնաթիռում, թե հենց ազատ ժամանակ է լինում, Արմանին անդադար կտեսներ հերոսով ֆուտբոլ նայելիս, ինչ էր այդքան նայում։ Տարբեր բաներ եւ նույնիսկ այդ բանին մոտեցավ Արսեն Բեգլարյանը, հավաքականի դարպասապահներից մեկը ու հետ վերադառնալիս մի 4 ժամ, երբ բոլորը քնած էին, հոգնած էին, մի 4 ժամ մենք էլի ֆուտբոլից խոսել ենք, ընդհանրապես նշում է, որ մեզ մոտ մարզիկները դուք էլ շատ լսած կլինեք կամ ասած կլինեք, որ մարզիկները այդպես զարգացած չեն, տեղեկացված չեն, կամ միայն Մխիթարանից է խոսում բան, բայց օրինակ Արսեն Բեգլարյանը ամեն ինչից տեղյակ, գիտելիքների բազմազանություն, ֆուտբոլից դել չասեմ, դա ուղղակի կարծրատիպերը կոտրելու համար, որ կան ֆուտբոլիստներ, մարզիկներ, որ հրաշալի տեղեկացված են ամեն ինչից ու շատ գիտելիքներ ունեն։
Որ ասացի Արմանը այդքան նայում է, հենց դրա համար էլ նաև քեզ հրավիրել էինք, որովհետև ուզում էինք մեկին, ով այսպես համակողմանի կներկայացնի թե հավաքականների խաղամակարդակը, թե նաև ազգային առաջնությունը։ Ու հարցազրույցները միշտ հետաքրքիր են նայել, միշտ հետաքրքիր տեսանկյուն ես արտահայտում եւ համարձակ ես քո մտքերում եւ կարծիքներում, ինչի համար շնորհակալ ենք։ Ձեզ շնորհակալություն։ Մենք հյուրընկալել էինք ֆուտբոլային մեկնաբան եւ լրագրող Արման Աբելյանին։ Իսկ դուք մի մոռացեք հետևել մեզ սոցկայքերում եւ դիտել մեր բոլոր թողարկումները YouTube-ում։ Կհանդիպենք։